Յոթանասունից ավելի պատանիներ մասնակցեցին մեր վրձինների գույները ընդդեմ պատերազմի խորագրով նկարչական ցուցահանդես մրցույթին, որը կազմակերպել էր Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը։ Մայրաքաղաքի, Կապանի, Քաջարանի ու Մեղրիի մինչև 14 տարեկան երեխաները իրենց ստեղծագործություններում դեմ էին արտահայտվել պատերազմին, գույների միջոցով փոխանցել խաղաղության մասին պատկերացումները։ Պատերազմը չարիք է, որը խլում է մարդկանց երջանկությունը, ապագան, ներկան եւ իրենց տարիների աշխատանքը։ Աշխարհին ու բոլոր պատերազմող երկրներին խաղաղություն եմ մաղթում։ Թող Իրանը միշտ հաղթող լինի։ Ես տեսել եմ, թե ինչ տեղի ունեցավ նախորդ տարի 12-օրյա պատերազմի ժամանակ իմ երկրում։ Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն ու մարդիկ խաղաղության մեջ ապրեն։ Իրանի երեխաներին առողջություն եւ երջանկություն եմ մաղթում։ Պատերազմ բառը որ լսում եմ, գլխումս վատ մտքեր են ծնվում։ Կապանցի 9-ամյա Սառայի նկարը մինչև 10 տարեկաների մեջ հաղթող ճանաչվեց։ Հյուպատոսարանը նրան առաջին կարգի մրցանակի ու դրամական պարգևի արժանացրեց։ Երեխաները բռնել են մատիտները եւ գույներով նկարում են խաղաղության երկինքը։ Իմ կարծիքով պատերազմը կռիվ է, այնտեղ պայթում են ռումբեր եւ երեխաները լացում, վախենում են։ Միջոցառմանը ներկա են նաև Իրանի դեմ պատերազմի ընթացքում այս տարվա փետրվարին Մինաբ քաղաքի դպրոցի ողբերգության զոհ դարձած Մաքան Նասիրի ծնողները։ Նահատակված 168 երեխաներից մեկն էր 7-ամյա տղան։ Հոր ձեռքին որդուց մնացած ընդամենը 1 հատիկ կոշիկն էր, որը սրբության պես պահելով մասնակցեց ողջ միջոցառմանը։ Մաքանն այսօր դարձել է խաղաղության խորհրդանիշ։ Շատ հանգիստ երեխա էր եւ միշտ երազում էր ոստիկան դառնալ։ Այդ օրը զանգեցի վարորդին, որ երեխայից դպրոցից բերի տուն։ Զանգեցի ուսուցչին, ասացի պատրաստեք, որ դուրս գա, քանի որ վարորդը մոտենում է արդեն։ Հետո պայթյունի ձայներ լսվեցին։ Ինչքան զանգեցի, ուսուցիչն այլևս չպատասխանեց։ Սիրտս անհանգիստ էր այդ օրը, կարծես մի բան էր վկայում։ Դպրոց գնալուն ժամանակից շուտ պատրաստվեց։ Եղբոր հետ բակում խաղում էր ու ճանապարհին անընդհատ հետ էր նայում, հրաժեշտ տալիս ինձ։ Ճիշտ է, ասում են պատերազմի ժամանակ նահատակվելը պատիվ է, բայց ոչ 7 տարեկան երեխայի համար։ Չէի ուզում առանց Մաքանի ոչ միտեղ ներկա գտնվել, բայց ինձ հավաքեցի ու որոշեցի հանուն երեխայի մասնակցել այս միջոցառմանը։ Երբ գաք Մինաբ, կտեսնեք, թե ինչպես են ամբողջ գիշեր ծնողներն անցկացնում երեխաների շիրիմների մոտ։ Երեխաները լուսավոր ու խաղաղ երկնքի տակ ապրելու մասին են մշտապես երազում, նշում է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Բարամին։ Կարծում եմ, որ այս երեխաները իրենց նկարներով տեղ հասցրին ասելիքը։ Հուսամ, որ աշխարհում հարցին բոլորն այսպես կնայեն։ Հուսամ, զենք ու զրահ ստեղծողներին եւս սա մի պատգամ կլինի, որ երեխաների հետ երբևէ այսպես չվարվեն։ Մինաբի դպրոցից շատ քիչ երեխաներ ողջ մնացին, եւ սա դիտավորյալ արվեց։ Նույնիսկ պնդեցին, թե իբր Իրանն ինքն է հրթիռակոծել, ապա ասացին, որ տարածքը որպես ռազմական օբյեկտ է դիտարկվել, բայց ոչ մի կերպ չկարողացան ապացուցել։ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը միջոցառման ավարտին մրցույթի հաղթողներին պարգևատրեց, շնորհակալագրեր հանձնվեցին կազմակերպիչներին, մանկավարժներին ու ժյուրիի անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր առհասարակ նպաստել էին մեր վրձիների գույները ընդդեմ պատերազմի ցուցահանդես մրցույթի կայացմանը։ Հերմինե Միքայելյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։